Ողջի, օրերի խոճապի գրողների մասին։ Խոճապի գրող պանическая атака կամ նևրոզի ժամանակ վատացա, ինչա տեղի ունենում։ Մենք մեր մարմնում զգում ենք որոշակի զգացողություններ, վախենում ենք այդ զգացողություններից։ Այդ զգացողություններից վախենալով մեր մարմնի վիճակը ավելի ենք ուժեղացնում, ավելի ուժեղ ենք սկսում զգալ մեր մարմնում այդ զգացողությունները, ավելի ուժեղ ենք վախենում եւ ունենում ենք այդ պանическая атака ասվածը կամ խոճապի գրող ասվածը։ Խոճապի գրոհի ժամանակ մենք հիմնականում ինչից ենք վախենում։ Ունենում ենք հիմնականում 5 վախ։ Հիմնական վախերն են. վախ, որ սրտիս հետ կապված ինչ-որ բան կլինի, սիրտս կկանգնի, կպայթի, կտրակի, ինֆարկտ, ինսուլտ։ Երկրորդը, վախ, որ կուշաթափվեմ, գիտակցությունս կկորցնեմ, կընկնեմ։ Երրորդը, վախ, որ շունչս կկտրվի, օդս չի երիքի։ Չորրորդը, ինքնատիրապետումս կկորցնեմ, կխելագարվեմ, ինձ կվնասեմ, ուրիշին կվնասեմ։ Եվ 5-րդը, կողքից ինձ այս վիճակում կտեսնեն, կմտածեն ես աննորմալ եմ ու խայտարակ կլինեմ։ Մինչև խոսքը շարունակելը նշեմ, որ եթե դուք ունեք գանգատներ սրտի հետ կապված կամ գլխապտույտներ եւ այլն, անհրաժեշտ է անպայման մի հատ հետազոտվել համապատասխան նեղ մասնագետի մոտ։ Եթե հետազոտվել եք, ախտորոշվել է ինչ-որ խնդիր ու ստանում եք դրան համապատասխան բուժում, կամ եթե դիմել եք ու ոչ մի խնդիր չի ախտորոշվել, ապա շարունակում ենք լսել խոսքս։ Վստահեցնում եմ ձեզ, խոճապի գրոհի ժամանակ ձեր սրտին ոչինչ չի լինի։ Ինչքան էլ դուք զգաք սրտի արագ աշխատանք, սրտխփոցներ, այցելուկա իր բառերով եթե ասեմ, սրտի թփրտոց, սրտի լփլփոց, սրտի թխթխոց, սրտի խփոց, ինչքան էլ դուք նշեք, որ նման բաներ եք զգում, միևնույն է ձեր սրտին ոչինչ չի լինի։ Ուշաթափվելու հետ կապված, ինչքան էլ ձեր գլխապտույտ դուք զգաք, տպավորություն լինի, որ կարծես աչքերի առաջ սևանում է, որ հեսա պետք է ուշաթափվեմ, բայց կարծում եմ դուք ձեր փորձն էլ արդեն ձեզ ցույց է տվելու համոզելը, որ դուք այդ ժամանակ չեք ուշաթափվում։ Խոճապի գրոհի ժամանակ դուք կարող ուշաթափվեք, եթե դուք ուշաթափվեիք առանց խոճապի գրոհի էլ, այսինքն ունեիք ինձ նախադրյալներ, օրինակի համար 2-3 օր նորմալ չէիք քնել, հաց չէիք կերել, ջրազրկված էիք, ինչ-որ վիրուս էիք տանում, բարձր ջերմել էիք եւ այլն։ Այսինքն եթե լինեն այնց հանգամանքներ, որոնց համագումարում դուք ուշաթափվեիք առանց խոճապի գրոհի էլ։ Միայն այդ դեպքում է հնարավոր որ դուք ուշաթափվեք։ Շունչը կտրվելու հետ կապված։ Ինչքան էլ հեվոց ունենաք, ինչքան էլ հաճախաշնչություն ունենաք, ինչքան էլ ձեզ թվա թե սենց կոկորտը սեղմում է, կրծքավանդակը սեղմում է, ոնց որ օդը չքաշեմ, մի տեսակ օդը չգնա եւ այլն, վստահեցնում եմ ձեզ, ձեր շունչը չի կարող կտրվի։ Ու նույնիսկ եթե դուք այդ պահին վերցնեք պուլսօքսիմետրը եւ չափեք ձեր օրգանիզմի թթվածնով բավարարվածությունը, դուք կտեսնեք, որ ձեր օրգանիզմի թթվածինը նույնիսկ 1%-ով չի պակասել։ Ինչ վերաբերում է ինքնատիրապետումը կորցնելուն կամ խելագարվելուն, երկար չեմ կարող ասեմ, որովհետև ժամանակի առումով այդքան չենք տեղավորվի, բայց կարճ փորձեք հավատալ զուտ խոսքիս, որ հնարավոր չի, որ դուք դրանից խելագարվեք կամ ինքնատիրապետում կորցնեք։ Ինչքան էլ ուզենաք, չեք կարող։ Ինչ վերաբերում է խայտարակ լինելուն կամ կողքից եթե մարդիկ տեսնեն ինչ կմտածեն։ Մարդիկ եթե ձեզ այդ վիճակում տեսնեն, կարող մտածեն տարբեր բաներ, բայց հստակ չեն կարող իմանալ ձեր հետ ինչա կատարվում։ Եվ որպես կանոն իրանք մտածելու են տեխնիկական ինչ-որ խնդիրների մասին, ֆիզիկական առողջության խնդիրների մասին, որոնք բացարձակ խայտարակ լինելու հարցեր չեն։ Հետևաբար, ճիշտ է, դուք չեք հասկանում ձեր մարմնում ինչա կատարվում, չգիտեք ուրիշ ոնց բացատրեք ձեր զգացածները, բայց փաստացի ձեր տվյալ բացատրությունը, որ դա ինֆարկտի նախանշան է կամ դա ուշաթափության նախանշան է, ձեր այս բացատրությունները փաստացի սխալ են, ու այս 5-ից ոչ մեկն էլ ձեր հետ չի կարող լինի։ Պահպանեք տեսանյութը, ուղարկեք ձեր մտերիմներին, ովքեր ունեն նման խնդիրներ, որովհետև ցավոք սրտի համացանցում այսօր շատ են տարածված արհեստական, ավելի վախացնող, ավելի ծանրացնող ինչ-որ տեսանյութեր, գրառումներ եւ այլն, որպեսզի դուք էլ ձեր հարազատներն էլ, ովքեր ունեն նման խնդիրներ, վստահ լինեք, որ ձեզ ոչինչ չի կարող լինի այդ պարագայում։ Բայց կրկնում եմ, անհրաժեշտ է մի հատ պարտադիր հետազոտվել, որ իմանալ ֆիզիկական առողջության խնդիր հաստատ չունեք, նոր իմաստացները ցած ասած կլինեն ուժի մեջ։ Իսկ եթե կցանկանաք, որ մանրամասն հասկանանք իրականում ինչ է կատարվում ձեր մարմնում, իրականում ինչի է այդ ամեն ինչն առաջացել, իրականում ինչի չի կարող այդ իմ թվարկածները լինի ձեր հետ, այս ամեն ինչը արդեն մանրամասն աշխատանքի ընթացքում հնարավոր է սովորացնել, բացատրել, որ դուք վստահ լինեք։ Ուղղակի ոչ թե հավատաք իմ խոսքին, այլ ինքներդ էլ գաք տրամաբանական այդ եզրահանգմանը, որ այո, այն ինչ կատարվում է ձեր մարմնում դա առողջ է եւ ձեր հետ դրանցից ոչ մեկն չի կարող լինի։ Առողջ եղեք, կհանդիպենք։